Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Գյումրիում կայացավ բացառիկ համերգ, որի ընթացքում հնչեցին ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտորներ Կամիլ Սեն-Սանսի և Մորիս Ռավելի ամենասիրված ստեղծագործությունները։ Համերգը կազմակերպվել էր Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ։ Հանդիսատեսը վայելեց Սեն-Սանսի և Ռավելի ստեղծագործությունների շքեղ մեկնաբանությունները ֆրանսիացի ճանաչված դիրիժոր Ռալֆ Զիկետի դիրիժորությամբ։ Համերգը նվիրված էր նշված կոմպոզիտորների 150-ամյա հոբելյաններին, նշանավորելով այս մեծ արվեստագետների անկնահատելի ներդրումը համաշխարհային երաժշտական գանձարանում։ Նվագախումբը բարձրարվեստ կատարմամբ նոր շունչ հաղորդեց այս դասական ստեղծագործություններին, փոխանցելով ֆրանսիական երաժշտության նրբերանգներն ու հոգևոր խորությունը։ Միջոցառումն ընդգծեց նաև հայկական և ֆրանսիական մշակույթների միջև ամուր կապերը, միաժամանակ վերհանելով Գյումրու մշակութային կենսունակությունը։ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող նման միջոցառումները կարևոր դեր ունեն հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման և մշակութային երկխոսության զարգացման գործում։ Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացնում է Մորիս Ռավելի և Կամիլ Սեն-Սանսի հոբելյանների նվիրված համերգ Գյումրիում կամերային երգչախմբում կներկայացնենք այս երկու մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունը, նաև այսօրվա ծրագրում ներառված է Ժյուլ Մասների և Շարլ Ազնավուրի ստեղծագործությունները։ Ունենք շատ լավ դիրիժոր Ֆրանսիայից Ռալֆ Զիգետին, ով արդեն երկրորդ անգամ է համագործակցում կամերային նվագախմբի հետ, եւ այսօր կներկայացնենք Սեն-Սանսի կենթանիների դիմակահանդես շատ հայտնի ստեղծագործությունը, որը նաև կարծում եմ, որ շատ ավելի հետաքրքիր նաև երեխաների համար, եւ այսօր ակնկալում ենք հանդիսատեսի շրջանակներում երիտասարդներ, երեխաներ, դպրոցականներ։